Վեմ ռադիոկայանը հրավիրում է ձեզ հոգևոր զրույցի։ Սիրելի ունկնդիրներ, Վեմ ռադիոկայանի եթերում են հոգեշնորհ Տեր Եղիշե Վարդապետ Ավետիսյանը եւ Արա Սարգսակյան Նալչաջյանը։ Այսօրվա մեր զրույցի թեման է Սուրբ Հոգու աստվածաբանությունը։ Աստված օգնական հայր Սուրբ։ Աստված պահապան։ Ահա Սուրբ Հոգու գալստյան տոնին ընդառաջ ընտրեցինք որպես զրույցի թեմա սա Սուրբ Հոգու աստվածաբանությունը, նպատակ ունենալով հակիրճ մի քանի շեշտադրումներով ներկայացնել որոշ կարևորագույն գաղափարներ Սուրբ Հոգու աստվածաբանության ընդարձակ թեմայից։ Մի թեմա, որ տրվել է մարդկությանը դարերի ընթացքում եւ մանավանդ քրիստոնեության սկզբնավորմանը հաջորդող առաջին մի քանի դարերի ընթացքում եկեղեցական սուրբ հայրերի կողմից աստիճանաբար դիալեկտիկական կերպով, այսինքն զարգացողական կերպով փուլ առ փուլ հայտնվել են կարևորագույն ճշմարտություններ աստվածային անձերի եւ մանավանդ նրանցից Սուրբ Հոգու մասին, անգամ աստվածային անձերի բնության մասին որոշակի ստույգ եւ հավելյալ տեղեկություններ են հայտնվել, մանրամասնելով այն, ինչ գրված է Աստվածաշունչ մատյանում Սուրբ Ավետարաններում, ինչ ասել է ինքը Տերը, այդ խոսքերը առավել մանրամասն, առավել խորացված կերպով աստվածային հայտնությամբ ուրեմն տրվել են հետագա դարերի ընթացքում եւս եկեղեցական մեծագույն հայրերի միջոցով, այնպիսիք ինչպես օրինակ Սուրբ Աթանաս Ալեքսանդրացին է, որ հավատամքի հեղինակն է, ինչպես Սուրբ Բարսեղ Կեսարացին է, ինչպես Սուրբ Գրիգոր Աստվածաբանն է եւ այլք։ Եվ անգամ նրանցից առաջ եղած հայրերի կողմից ուրեմն արդեն զարգացել է Սուրբ Հոգու մասին ուսմունքը։ Եվ ուրեմն Սուրբ Հոգու աստվածաբանություն։ Առհասարակ սկզբունքորեն ճիշտ է արդյոք աստվածային երեք անձերի մեջ առանձնացնել մեկին եւ նրա վերաբերյալ հատկապես ուսմունք հաղորդել, թե մենք ինչքան էլ այսպիսի առանձնացում անենք, որպեսզի մեր ուսումնասիրությունը հեշտանա եւ ավելի դյուրին լինի եւ ավելի հասկանալի ըմբռնելի լինի մեզ համար, թեկուզ փոքրի շատ է, որքան էլ այսպիսի առանձնացում կատարենք, միևնույն է մենք չենք կարող բացարձակապես առանձնացված կերպով ծանոթանալ այս ուսմունքին, այլ այն այսպես թե այնպես շահկապված կերպով պետք է մեզ մատուցվի աստվածության մյուս անձերի հոր եւ որդու մասին ուսմունքի հետ միասին։ Աստված լինելով Սուրբ Երրորդություն հայտնությանը մեզ հայտնվում եւ բոլոր ժամանակներում էլ այդ հայտնությունը մարդու հոգեվոր փրկության, հոգեվոր իմացության, իմաստության համար է։ Եվ տեսնում ենք, որ հին եւ նոր կտակարաններում բազմաթիվ են այն հատվածները, որտեղ որ շեշտում է Աստծո երրորդություն լինելը, երեք անձ լինելը։ Ծննդոց գրքի հենց առաջին հատվածներում տեսնում ենք, որ հոգին սրբագործում էր ջրերը, կարծես թե կատարելագործում էր, այդպես պետք է հասկանանք։ Աստծո հոգին շարժվում էր ջրերի վրա եւ դրանից ծնունդ առան երկրավոր արարածները։ Փաստորեն Սուրբ Հոգին մասնակցում էր արարչագործությանը, արարման այդ գործընթացին Սուրբ Հոգին մասնակցում էր։ Եվ բնականաբար այստեղ մենք հասկանում ենք, որ Սուրբ Հոգին նույնպես Սուրբ Երրորդության անձերից մեկն է եւ որպես արարիչ հանդես է գալիս բոլոր ժամանակներում եւ մարգարեներին առաջնորդող եւ մարգարեներին իմաստություն տվող, համարձակություն տվող Սուրբ Երրորդության երրորդ անձն է։ Եվ Քրիստոս համբարձումից անմիջապես հետո ասում է, որ գնացեք եւ Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով մկրտեցեք բոլոր հեթանոսներին։ Այսինքն դեռ իր երկրավոր կյանքի ընթացքում Քրիստոս տալիս է մարդկանց այդպիսի հայտնություն, որ այն ինչ պետք է կատարվեր մարդկության փրկության նպատակով, նրանց մկրտությունը եւ հետագա կյանքի ընթացքի կարգավորումը քրիստոնեավայել հունի մեջ, դա կատարվում էր մեկ Աստծո անունով, Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Եվ հետաքրքիր է, որ հենց Քրիստոսի մկրտության ժամանակ Սուրբ Հոգին աղավնակերպ երևում է մարդկանց, իջնում է Քրիստոսի վրա, եւ տեսնում ենք, որ Քրիստոս անապատ տարվեց նաեւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ։ Եվ Քրիստոս ասում է նաեւ իր աշակերտներին, որ լավ է, որ ես գնամ, որպեսզի մխիթարիչը Սուրբ Հոգին ուղարկեմ ձեզ։ Մենք տեսնում ենք, որ սա բացարձակ մի ճշմարտություն է, աստվածային հայտնություն, որ տրված է մարդկանց, որպեսզի իրենք հասկանան քիչ թե շատ Աստծո էությունը, Աստծո ով լինելը։ Եվ պաստորեն այս մասին հենց երկրավոր կյանքի ընթացքում, այսինքն Սուրբ Հոգու մասին, նրա աստված լինելու մասին խոսում է ինքը Քրիստոս։ Այո։ Եվ հետագա դարերում էլ երկրորդ
մինչև 4-րդ դարերում էլ Սուրբ Հոգու աստվածության մասին բազմաթիվ գաղափարներ, բազմաթիվ ճշմարտության հայտնութենական գրվածներ կան, եւ Աթանասն է, որ առաջիններից է, բացահայտորեն խոսում է Սուրբ Հոգու աստված լինելու մասին, այնուհետև կեսարական դպրոցի ներկայացուցիչները, Բարսեղ Կեսարացին, Գրիգոր Նյուսացին, Գրիգոր Նազազյանցին խոսում են Սուրբ Հոգու աստվածության մասին, նաև Սուրբ Հոգու այդ հատվածը հետագայում հավելելով Կոստանդնուպոլսի տիեզերական ժողովի ժամանակ նիկեական հանգանակի վրա։ Եվ փաստորեն եկեղեցին հենց առաջին դարերից որդեգրում է Սուրբ Երրորդության վարդապետությունը, որը հայտնությամբ է տրված։ Սա ոչ թե մտքի ինչ որ արդյունք է կամ բանականության ինչ որ մի վարժանք, այլ հայտնությամբ տրված մարդկանց մի բացարձակ ճշմարտություն, որով մարդը ճանաչում է Աստծուն։ Այո, եւ երկրորդ դարից սկսած արդեն այդ եզրը գործածվում է, երրորդություն եզրը, Սուրբ Երրորդություն, նկատի ունենալով Աստծուն։ Եվ Տերտուղիանոսը, օրինակ, երկրորդից երրորդ դարերի հեղինակ, առաջին լատինատար գրող աստվածաբանը, ոստակորեն ասում է, որ Սուրբ Հոգին Աստված է։ Օրինակ, դեռևս անգամ մինչև Աթանաս մեծը, այնպես որ Քրիստոսից սկսած եւ հետագա դարերի այրերի կողմից այդպես է ներկայացվել, եւ արդեն մեծ կապադովկիացիների կողմից կարծես հղկվելով իր կատարելությանն է ասել Սուրբ Հոգու մասին ուսմունքը։ Տերտուղիանոսը այս մասին խոսում է ընդդեմ Պրաքսիասի կոչվող իր երկում իր աշխատության մեջ։ Հետաքրքիր է, որ հենց Աստվածաշնչում եւ նաեւ հետագա դարերի եկեղեցական հայրերի գրվածներում երբեմն Հոգին բնորոշում է որպես շունչ, որպես քամի եւ որպես նաեւ հոգի։ Բնականաբար մեկնաբանության այստեղ կարիք է զգացում, հիշենք հենց Քրիստոս երբ որ փչեց առաքյալների վրա քարոզությունից առաջ, որպեսզի նրանք հենց իր կենդանության ժամանակ գնան եւ Իսրայելի տարածքում քարոզեն ավետարանը։ Եվ երկրորդ դարի հեղինակ Աթենագորոս կամ Աթենագորաս Աթենացին օրինակ ասում է, որ ինչպես հովն է փչում սրինգի մեջ, այնպես Սուրբ Հոգին շնչել է մարգարեների մեջ, այսինքն այդ համեմատությունը, որ դուք ասացիք, շնչի հետ, այս կերպով արդեն իսկ արտահայտվել է։ Եվ բացի դրանից հենց Քրիստոսը ինքը առաքյալներին ասում է, որ ինչպես քամին, որ չգիտես թե որտեղից է գալիս եւ ուր է գնում, բայց լսում ես նրա ձայնը, նրա ազդեցությունը, այդպիսին է նաեւ Սուրբ Հոգու ազդեցությունը, որպես շունչ լինելու այս տեսանկյունից, այս նիստով, այսպիսի ուրեմն ներկայացումներ կան Սուրբ Հոգու, այսպես ներկայացվում Սուրբ Հոգին։ Եվ հետաքրքիր է, որ հենց 4-րդ դարի հեղինակները Սուրբ Հոգին Աստված համարելով այսպիսի մի բանաձև են տվել, ասել են Հայր Աստված, ով ստեղծեց երկինքն ու երկիրը, Որդի Աստված, որի միջոցով ստեղծվեց երկինքն ու երկիրը, եւ Սուրբ Հոգի Աստված, որում ստեղծվեց երկինքն ու երկիրը։ Եվ նույնիսկ հետագա դարերում էլ, երբ որ հիշենք 11-րդ դարում, թե ինչպես կաթոլիկ եւ օրթոդոքս եկեղեցիները բաժանվեցին, ընդհանրական եկեղեցին բաժանվեց դեռևս 5-րդ դարում, բայց այդ երկու եկեղեցիները բաժանվեցին Սուրբ Հոգու բխման հետ կապված այդ վեճերի արդյունքում։ Գիտենք, որ կաթոլիկ եկեղեցին ընդունում է, որ Սուրբ Հոգին բխում է Հորից եւ Որդուց, իսկ օրթոդոքս ուղղափառ եկեղեցիները, այդ թվում նաեւ արևելյան եկեղեցիները, ընդունում են, որ Սուրբ Հոգին բխում է միայն Հորից եւ Որդու միջոցով, որ ֆիլիոկվե է կոչվում Սուրբ Հոգու բխման մասին, որ նա ոչ միայն Հորից, այլև Որդուց է բխում, դա կաթոլիկների կողմից ներմուծվեց պաստորեն միջնադարում, մինչ այդ չկար, որևէ եկեղեցական հայր այդպիսի գաղափար չէր հայտնել, դա հետո արդեն նրանք ներմուծեցին եւ միգուցե ներկայացվելով, որ որպես Սուրբ Հոգու մասին զարգացողական ուսմունքի հերթական մի փուլ, գուցե այդպես պատճառ են բերում, թե Քրիստոս ինչպես այդ հոգին փչեց առաքյալների վրա, եւ դա հիմնական պատճառներից է, ասելով, որ տեսեք, որ Քրիստոս հենց ինքն է Սուրբ Հոգին տալիս առաքյալներին, բայց տեսնում ենք, որ Քրիստոս նաեւ ասել է, որ լավ է, որ ես գնամ, որպեսզի մխիթարիչը Հորից ձեզ ուղարկեմ։ Հոգին, որ Հորից է ելնում, ասում է Քրիստոս։ Այո, հենց Քրիստոսով Տերը հենց այդպես է ձևակերպում։ Իհարկե, Սուրբ Հոգու աստվածության մասին միտքը շատ կարևոր է եւ այս մասին էր մեր զրույցի այս հատվածը եւ եկեղեցու հայրերի կողմից, որ իսկապես հավաստվել է այդ ճշմարտությունը եւս թե Քրիստոսի, թե նրա աշակերտների կողմից եւ նաեւ հետագա դարերի աշակերտների, այսինքն եկեղեցու հայրերի կողմից հավաստվել է այս ճշմարտությունը, բայց նախ հասկանանք
ավելի պարզ բաներ, սրանք բարդ աստվածաբանական բաներ են, որ մեր միտքը չի էլ հասնում, եւ այդպիսի ենթադրություններ կամ այսպիսի եզրակացություններ մենք ինքներս մեր խելքով չենք էլ կարող անել երբևէ, եթե դա տրված չլիներ Աստծոց հայտնությամբ սուրբերին եւ նրանք էլ փոխանցած չլինեին մեզ։ Բայց ավելի պարզ բաների, օրինակ, թե ինչու է կարևոր Սուրբ Հոգու մասին ուսմունքը, որոնք են այն պատճառները, որ նա կարևոր բան է, կարևոր ուսմունք է եւ մենք որպես քրիստոնյա մարդիկ պետք է գոնե հիմնական շեշտադրումներով դա իմանանք։ Այս մասին խոսենք։ Նախ նշենք այն հանգամանքը, հայր Սուրբ, որ հավատացյալ մարդը Սուրբ Հոգով է, որ հաղորդակցության մեջ է մտնում Աստծո հետ։ Առանց դրա որևէ հաղորդակցություն չի կարող լինել։ Անկամ մի պարզ աղոթք, երբ արտասանում է մարդը, դա եթե հոգով է կատարվում, հոգու մասնակցությամբ, այդ կերպն է միայն, որ ընդունելի է Աստծո առջև։ Այսինքն մուտք է գործում այդ աղոթքը Աստծո մոտ։ Եթե ոչ, դա կլիներ պարզապես օդի մեջ ասված դատարկ հնչյուն եւ մի ոտանավոր, կարծես թե։ Ուրեմն Սուրբ Հոգին է, որ այս հաղորդակցությունը ներգործում է, եւ նա է, որ մեր սրտերում ներգործում է, ազդում է մեր սրտերի վրա եւ բխեցնում այդ աղոթքը, այդ բարի գործերը, կյանքի այդ դրական փոփոխությունը մարդու մեջ, որ առաջանում է նրա ազդեցությամբ։ Այսինքն քրիստոնեական հունի մեջ է դնում մարդուն։ Կարծեմ, թե սա կարևորագույն մի ուսմունք եւ շատ պրակտիկ գործնական նշանակություն ունեցող քրիստոնյայի համար, թե ինչու կարևոր է գաղափար ունենալ այս ուսմունքի մասին։ Քրիստոսի մկրտության ժամանակ ասացինք, որ Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա եւ հետագա հատվածներում տեսնում ենք, որ Քրիստոս Սուրբ Հոգու առաջնորդությամբ գնաց անապատ, փորձվեց եւ տեսնում ենք, որ մկրտության խորհրդի հաստատումով հավատացյալը հենց Սուրբ Հոգու շնորհներով է որդեգրվում։ Փաստորեն որդեգրության այդ կարևոր իմաստը, խորհուրդը կարևոր է հավատացյալի համար, որ հավատացյալը որդեգրումով է դառնում քրիստոնյա, եւ այդ մկրտությունը կարծես թե կնիքն է, որ նա քրիստոնյա է համարվում։ Եվ Սուրբ Հոգու այդ շնորհները, որ բաշխվում են հավատացյալի վրա, դրանով է, որ քրիստոնյան կարողանում է ճանաչել իր եկեղեցուն, այդ իմաստությամբ ճանաչել Աստծուն եւ առաքինությունների այդ շնորհներով նաեւ ապրել այս աշխարհում։ Փաստորեն հենց քրիստոնեական առաջին խորհրդի ժամանակ Սուրբ Հոգու ներգործությունը վճռական է, որով կնքվում է հավատացյալը որպես ճշմարիտ քրիստոնյա։ Եվ փաստորեն մենք բոլոր խորհուրդներում տեսնում ենք Սուրբ Հոգու ներգործությունը, որովհետև աղոթքները նույնպես Սուրբ Հոգու միջոցով են հասնում Աստծուն, եթե կարելի է այդպես ասել։ Եվ Սուրբ Հոգու ներգործությունը որոշակի է բոլոր խորհուրդներում, ինչպես նաև առօրյա կյանքում, մեր կենցաղում մենք միշտ զգում ենք Սուրբ Հոգու ներգործությունը, Սուրբ Հոգու նաև կարիքը, որպեսզի մեր գործերը հաջողությամբ պսակվեն, որովհետև Սուրբ Հոգու առաջնորդությունն է, որ հաջողություն է բերում քրիստոնյային։ Եվ մարգարեությունների մեջ որոշակի է, թե ինչպես Սուրբ Հոգու առաջնորդության մարգարեները կարողանում են համարձակորեն թագավորների առջև կամ իշխանների առջև կամ դատավորների կամ ընդհանրապես ժողովրդի առջև հանդես գալու։ Փաստորեն Սուրբ Հոգին է, որ եւ մարգարեներին եւ առաքյալներին տալիս է համարձակություն, քաջություն Աստծո ավետիսը կամ Աստծո խոսքը հասցնելու եւ Աստծո կամքը նաեւ ինչ-որ առումով թելադրելու, հասցնելու ժողովրդին։ Սրանով մենք իմանում ենք, որ Աստված մեզ հետ է Սուրբ Հոգու միջոցով։ Եթե Սուրբ Հոգին Աստված չլիներ, ապա մենք ամբողջովին կտրված կլինենք Աստծուց։ Եվ փաստորեն Աստվածային այդ հայտնությունը դրանով է պայմանավորված, որ Սուրբ Հոգին օգնում է հավատացյալին մերձենալու եւ Աստծուն եւ նաեւ Աստծո պատգամները տալու, փոխանցելու իր ժողովրդին։ Եվ ուշագրավ է, որ Սուրբ Հոգու մասին ավետարանում հայտնված այդ դրվագներից, որ առավել ընդարձակ Հովանու ավետարանի 14-ից 16-րդ գլուխներն են, երբ Քրիստոս խոսում է ճշմարտության հոգու մխիթարիչի մասին եւ այլն, այս խոսակցությունը այս ուղղությամբ զարգանում է այն բանից հետո, երբ Փիլիպոսը խնդրում է Հիսուսին ցույց տալ հորը, երբ Հիսուս ասում է, որ ես պետք է հոր մոտ գնամ, նա ասում է հորը մեզ ցույց տուր, եւ Հիսուսը պատասխանում է, որ ինձ տեսար այսքան ժամանակ եւ չճանաչեցիր հորը։ Չգիտես, որ ես հոր մեջ եմ եւ հայրի իմ մեջ։ Եվ ուրեմն այս զրույցը այսպես զարգանալով շարունակվում է եւ Սուրբ Հոգու մասին ուսմունքի է վերածում։ Քրիստոս այդտեղ սկսում է ուսուցանել, ասելով, որ ես պետք է գնամ հոր մոտ եւ աղաչեմ եւ մեկ այլ մխիթարիչ
պետք է տա ձեզ, որը այս հատկությունները ունի, եւ այսպես ու այսպես պետք է լինի ձեր կյանքում, այսպիսի ազդեցություններ պետք է ունենա ձեզ վրա այն անձը, ով պետք է գա ինձանից հետո, այսինքն Սուրբ Հոգին։ Պաստորեն տեսնում ենք, որ աստիճանաբար որդուց անցում է կատարվում դեպի Սուրբ Հոգին, Քրիստոս ինքը, կարծես էստաֆետը փոխանցում է Սուրբ Հոգուն մարդկային հոգիների մարդկության հանդեպ խնամքի այդ էստաֆետը, կարծես թե ասում եմ, որովհետև իհարկե սա պարզապես իմ սուբյեկտիվ համեմատությունն է, եւ նկատենք, որ հորից որդուն էր անցել այդ խնամքը, եւ ապա տեսնում ենք որդուց անցնում է Սուրբ Հոգուն, առավելաբար իհարկե հայրը եւ որդին չեն դադարում գործել այն ժամանակ, երբ Սուրբ Հոգին է գործում, այսինքն ներկա ժամանակաշրջանում, սակայն այդպիսի որոշակի անցման ինչ որ շեշտադրում մենք կարող ենք նկատել։ Եվ այս խոսակցության ընթացքում էլ, որ ունենում է աշակերտների, մասնավորաբար Փիլիպոսի հետ Քրիստոս, տեսնում ենք այսպիսի մի անցում, հորից որդուն եւ որդուց Սուրբ Հոգուն։ Եվ մեր զրույցի սկզբնամասում այսպիսի մի միտք եկեղեցական հայրերից վերցված դուք արդեն իսկ արտացոլեցիք, Հայր Սուրբ։ Ուրեմն նախ հայրը, ապա որդին եւ ապա Սուրբ Հոգին, ըստ ժամանակագրության, ըստ զարգացողականության, ըստ մարդկությանը տրված աստվածային հայտնության չափի եւ նրանց ընկալման կարողության։ Ոմանք նույնիսկ հոգի գալստից հետո համարում են Սուրբ Հոգու դարաշրջան եկեղեցու պատմության մեջ, եւ եկեղեցու այդ հաջողությունները պայմանավորված են նրանով, որ եկեղեցական հայրերը, հայրապետները, վարդապետները եւ ընդհանրապես հոգեվորականներն ու վկայողները Սուրբ Հոգու առաջնորդությամբ էին կատարում, Աստծո առաջնորդությամբ էին կատարում այդ քարոզությունը, Աստծո անունից եւ Աստծո զորությամբ։ Եվ դրա մեջ է հենց քրիստոնեության իմաստը, բովանդակությունը, որով Աստված է, որ գործում է մարդկանց միջոցով, իր Սուրբ Հոգու միջոցով, եւ Աստված է, որ հաջողեցնում է ավետարանի քարոզությունը, ավետարանի հաղթարշավը ամբողջ աշխարհով մեկ, աշխարհի 4 ծագերում, եւ եթե ասում է, որ այս ավետարանը պետք է քարոզվի աշխարհի 4 կողմերում, ապա Սուրբ Հոգու տված իմաստությամբ եւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ է կատարվելու։ Եվ սրանով է նաեւ պայմանավորված ընդհանրապես մեր առօրյան, թե մենք որքանով ենք մեր սիրտը բացել Աստծո առջև, որքանով ենք մենք Սուրբ Հոգին ընդունել մեր մեջ եւ որքանով է Աստված իր Սուրբ Հոգու միջոցով գործում մեր մեջ։ Այս ձևով մենք կարող ենք հասկանալ, թե ինչպես Աստված մեզ հետ է, Աստված մեր միջոցով գործում է եւ ինչ առաքելություն ունենք մենք այս երկրի վրա։ Անհատապես եւ ազգերը բնականաբար նաեւ անհատները, թե ինչ ծրագիր ունի Աստված տվյալ անձի հետ։ Մենք իմանում ենք Սուրբ Հոգու միջոցով, որտեղ Սուրբ Հոգին է հաղորդում Աստծո ծրագիրը տվյալ մարդուն եւ այդ մարդու միջոցով նաեւ աշխարհին իր շրջապատին։ Եթե մենք ասում ենք, որ մենք պետք է սիրենք մեր դիմացինին, բնականաբար մենք մեր ուժերից վեր երբեմն, որտեղ մարդ ենք մեր թերություններով, սակայն Սուրբ Հոգու միջնորդությամբ կատարում է այդ հաշտությունը, այդ խաղաղությունը տվյալ անձի, ասենք դիմացինի հետ։ Եվ Սուրբ Հոգու այդ հաշտարար առաքելությունը կարծես թե երևում է, թե ինչպես ինքը աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա, որտեղ աղավնին խաղաղության խորհրդանիշն է եւ գործածում է նաեւ ոչ քրիստոնյա ժողովուրդների մոտ, եւ այդ երկիրը կարծես թե հրավիրում է դեպի երկինք եւ այդ հաշտությունը կատարում է Սուրբ Հոգու միջոցով։ Եվս մեկ ուշագրավ հանգամանք, Հայր Սուրբ, առհասարակ ժամանակակից մարդու մտածողության մեջ եւ ոչ միայն ժամանակակից, թեեւ բոլոր դարերի մարդկանց մտածողության մեջ սա եղել է, ինչ որ մի բանի ճշմարտացի լինելը փաստվում է փորձառությամբ։ Փորձով է մարդ համոզվում, որ տվյալ բանը իսկապես այդպես է, թե ոչ։ Եվ փաստորեն, եթե կա Սուրբ Հոգու ներգործություն, եթե կա սուրբերի կյանքը, իբրև օրինակ մեզ համար, որ այդ ներգործությամբ ապրելու հարուստ մի փորձառություն է իրենից ներկայացնում Սուրբ Հոգու, այսինքն ազդեցությամբ, նրանով ներշաղախված եւ նրանով ուղղորդված մի կյանքի ընթացք է իրենից ներկայացնում, դա այդպիսի փորձառությամբ է փաստվում եւ հավաստվում։ Եվ փաստորեն հոգեվոր կյանքը, որ իրական է դառնում հենց Սուրբ Հոգու միջոցով, այսպիսի մի փորձառությամբ կարող է ճշմարտվել, լինի դա սուրբերի կյանքում, լինի անգամ մեր կյանքում, սովորական հասարակ մարդկանց կյանքում, կարող է դա փաստորեն հավաստվել, ստացվում է այդպես, եւ եթե հավաստվի, ուրեմն մենք անձամբ կհամոզվենք դրա ճշմարտացիության մեջ։ Ճաշակեցեք եւ տեսեք, որ քաղցր է Տերը։ Աստված է
Սուրբ Պատարագի ընթացքում եւ նաեւ Սուրբ Գրքում։ Այո, Սուրբ Հոգու ընդունումով հավատացյալը որոշակի առաքինություններ, շնորհներ է ստանում եւ այն գործածելով որոշակի փորձառություն է ձեռք բերում եւ այդ փորձառությունը փոխանցելու նաեւ հնարավորություն հենց Սուրբ Հոգու միջոցով։ Այո, եւ ոչ միայն անհատական կյանքի ընթացքում մարդու, այլև եկեղեցու բազմադարյան կյանքի ընթացքում այս փորձառություն ասելը, այո, եկեղեցու փորձառությունը նաեւ նշանակում ոչ միայն անձնական, անգամ եթե մեծամեծ սուրբերի անհատական անձնական կյանքի մասին է խոսքը, ամեն դեպքում կա դրանից առավել վեր դարավոր 2000-ամյա եկեղեցական կյանքի փորձառությունը, որ Սուրբ Հոգու ազդեցությամբ ապրած կյանքի օրինակ է։ Եվ Սուրբ Հոգու փորձառությամբ անցած այդ ճանապարհով եկեղեցին փաստորեն որդեգրության այնպիսի աստիճանի է հասել, որ այդ եկեղեցուց հրաժարվելը ուղղակի անիմաստություն է։ Եվ ցավով եմ ասում, որովհետև տեսնում ենք մեր ժողովրդի մի զանգված հեռացել է իր եկեղեցուց, գուցեև որոշ պաշտոնյաների, որոշ անհատների պատճառով, սակայն եկեղեցու փորձառություն հենց փաստում ենք Սուրբ Հոգու ներշնչումով ապրած մարդկանց փորձառությունն է, որ փոխանցվել է։ Փաստորեն եկեղեցին երբեք չի սխալվում, որովհետև Սուրբ Հոգու առաջնորդություն ունի, ովքեր որ եկեղեցու այդ ծրագրից, այդ առաքելությունից շեղված են եղել, ուղղակի կտրված են եղել եկեղեցուց, որտեղ այդ փորձառությունը որպես ուսուցիչ չեն դարձել իրենց։ Եվ տեսնում ենք, որ եկեղեցու փորձառությունը էականորեն տարբերում է հին կտակարանյան, հին ուխտի այդ խորհուրդներից, այդ պատմությունից, որի ժամանակ Սուրբ Հոգին այլ կերպ էր ազդում մարդկանց վրա, քան ներկա դարաշրջանում։ Հիշենք Պողոս առաքյալը մի շատ լավ խոսք է ասել Հռոմեացիներին ուղղված նամակում, ասում է, որ քանի որ չստացանք ծառայության հոգին վերստին երկյուղի մեջ ընկնելու համար, այլ ստացանք որդեգրության հոգին, որով աղաղակում ենք Աբբա Հայր։ Փաստորեն որդեգրությունը, որը շնորհ է, այս անգամ ոչ թե թղթի վրա գրված կամ օրենքի պարտադրումով, այլ ազատությամբ տրված մի շնորհ է, որով մենք ճանաչում ենք մեր հոգևոր հորը Աստծուն։ Եվ այս ճանաչումով է, որ մենք որոշակի փորձառություն ենք ձեռք բերում տարիների ընթացքում, եւ այն կարծես թե փոխանցելու մի շնորհ ենք ունենում մեր որդիներին, մեր հոգեզավակներին, մեր ընդհանրապես եղբայրներին եւ քույրերին, մեր հավատացյալներին։ Եվ սրանով է Սուրբ Հոգու զորության անընդհատությունը շեշտվում, որ Սուրբ Հոգին հարաճուն միշտ բոլոր ժամանակներում գործում է եւ իր ծրագիրն է իրականացնում բնականաբար տևաժամանակաշրջանի ոգուն համապատասխան եկեղեցու առաքելությունը իրականացնում բոլոր ժամանակներում։ Եվ մենք տեսնում ենք, թե ինչպես մարդկության պատմության մեջ առաջին անգամ Սուրբ Հոգու էջքը կարծես թե մի այլ ձևով ազդարարվեց։ Նկատի ունեք Սուրբ Հոգի գալստյան օրը, Պենտեկոստեի օրը, որովհետև անշուշտ գիտենք, որ հին կտակարանում, հին ուխտում մինչև Քրիստոս Սուրբ Հոգին գործել էր եւ դրանից հետո էլ գործեց, բայց Սուրբ Հոգու եւ Աստվածությունը եւ Սուրբ Հոգու որդեգրության շնորհը շեշտելու համար պետք էր այնպիսի մի իրադարձություն, որով բնորոշվեր որպես եկեղեցու նաեւ հիմնադրման օր։ Ոմանք հենց Պենտեկոստեի օրը համարում են եկեղեցու հիմնադրման օր, որտեղ եկեղեցին հենց գործում է Սուրբ Հոգու զորությամբ եւ իմաստությամբ եւ կարծես թե հենց եկեղեցին Աստծո ներկայությունն էր երկրի վրա Սուրբ Հոգու ներգործությամբ։ Այսօր վերն ասվածները հաստում են այն անգամանքը, հավաստում են այն ճշմարտությունը, որ կարևոր է Սուրբ Հոգու ներազդեցությունը մարդկանց մեջ եւ կարևոր է նաեւ մարդու կողմից Սուրբ Հոգու մասին ուսմունքի գիտենալը, ավել կամ պակաս չափով, որքան ավել, այնքան լավ։ Սակայն մյուս կողմից տեսնում ենք, որ Սուրբ Հոգու ընկալման նրա մասին գիտության յուրացման մեջ որոշակի դժվարություններ կան։ Եվ այդ դժվարություններից առաջինը կարծեմ թե պետք է նշել հենց այն, որ Սուրբ Հոգու մասին աստվածային հայտնությունը շատ ավելի փոքր ծավալ է զբաղեցնում հենց Սուրբ Գրքում, քան ասենք հոր եւ որդու մասին եղած աստվածային հայտնությունը։ Տեքստերը, տեքստային հատվածները շատ պակաս են եւ ցաքուցրիվ առանձին պատառիկներով են Աստվածաշունչ մատյանում դրանք ներկայացված եւ դրանցից թերևս առավել ծավալուն հատվածը Հովհաննես Ավետարանի 14-ից 16-րդ գլուխներն են, որոնց մասին քիչ առաջ նշեցինք, եւ որտեղ Քրիստոս առավել քիչ թե շատ մանրամասն հանգամանալից կերպով եւ հաջորդաբար դասակարգված ներկայացնում է Սուրբ Հոգու մասին ուսմունքի որոշակի մի հատված։ Չեք կարծում արդյոք, որ իսկապես այս քիչ ներկայացվածությունը դժվարություն է մարդու համար այս մասին գիտելիքներ ընկալելու առումով, թե ինչ որ եղանակներ կան, որ
կարող է լրացնել այս, չասենք բացը, բայց թվացial բացը։ Չեմ կարծում, որ այդ բաց է, որովհետև հենց առաջին էջերում Աստվածաշնչի խոսում է Սուրբ Հոգու ներգործության, արարիչ լինելու հանգամանքի մասին եւ հետագա մարգարություններում էլ որոշակի Սուրբ Հոգու մասին տվյալներ կան։ Ավելի խոսում է հենց նոր կտակարանում Քրիստոսի աստվածը համբարձման ժամանակ, որ չի ասում անուններով, այլ անունով գնացեք եւ մկրտեցեք։ Եզակիաբար է ասում։ Այո, բայց միտեղ էլ ասում է եկեք մեր պատկերով եւ նմանությամբ ստեղծենք մարդուն։ Մեկը մյուսին կարծես թե լրացնում են եւ հետագա դարերում էլ հայրերը մեկնաբանելով այս գրվածքները տալիս են Սուրբ Հոգու աստվածության կամ աստվածաբանության ամբողջական պատկերը։ Եվ եթե կարևոր չլիներ, ապա կարծում եմ, որ հայրերը չեն գրի աստվածաբանությունը Սուրբ Հոգու եւ բնականաբար այդ 4 դարի աղանդավորները, հերետիկոսները չէին սայթակի Սուրբ Հոգու աստվածության վերաբերյալ։ Գիտենք Նեստորից առաջ Մակեդոնը Կոստանդնուպոլսի ժողովից առաջ արդեն Սուրբ Հոգին համարում էր մի էներգիա, մի էություն, որը Աստծո կողմից ստեղծված է, հոր կողմից ստեղծված եղել։ Եվ մոնտանականությունն էլ, Մոնտանոսի ուսմունքն էլ դրանից առաջ կար, որ դարձյալ որոշակի շեղում էր իրենից ներկայացնում Սուրբ Հոգու մասին ճշմարիտ աստվածաբանությունից։ Եվ եւս մեկ հանգամանք, այսօր շեշտենք, գուցե սա եւս արկա է որպես դժվարություն Սուրբ Հոգու մասին ճշմարտություններ անցալելու։ Եթե Հայր Աստծո կերպավորման մասին, կերպարային որպես, եթե երևույթ ուսումնասիրեն են խնդիրը, թե որ մարդ կերպարներով է անցալում շատ բաներ։ Կերպարային առումով հոր կերպարը կա։ Ամեն մարդ ունի իր ծնողները, հայրը, մայրը, եւ ծնողները խնամք են տանում որպես կանոն իրեն զավակների համար, եւ զավակները հենց այդպեսին են անցալում իրեն ծնողներին։ Իբրև այն յուրաքանչյուրը հայր ասելով հասկանում է մի էակ, որը սիրում հոգ է տանում իր մասին եւ առհասարակ ծնող ասելով։ Այդպեսին է պատկերացումը, որքան էլ մենք ինչ որ ապստամբություններ բարձրացնենք մեր կյանքի ընթացքում, ինչ որ հարցերում չհամաձայնենք մեր ծնողների հետ, այլն այդուհանդերձ այդ կերպարը մնում է եւ այդ է պատճառը նաեւ թերևս մեր որդիական սիրո, որ փոխադարձ մի զգացում է ի պատասխան նրանց այսպեսին լինելու այս կերպարի։ Եվ եթե կա այս կերպարը, ապա սա ինչ որ առումով դյուրացնում է Հայր Աստծո ընկալումը։ Պատահական չէ, որ Աստվածության այս անձը հենց այդ անունով է կոչված Հայր Աստված, ծնող Աստված, այսինքն խնամող Աստված, սիրող։ Եվ նաև որդին իր երկրային կյանքի ընթացքում ներկայանում է այնպիսին, ինչպիսին որ նա կա, ինչպես Սուրբ Ավետարանն է նրան ներկայացնում, եւ այդ առումով դարձյալ որոշակի կերպար է ձևավորվում եւ դյուրացնում է ընկալումը։ Սակայն Սուրբ Հոգու պարագայում այդ կերպարային ընկալումը կարծես թե բացակայում է կամ շատ նվազ է։ Միգուցե այս հանգամանքը արկա է Սուրբ Հոգու մասին ճշմարտությունների ընկալման դժվարության առումով։ Ինչ եք կարծում։ Բայց տեսնում ենք, որ հենց Ավետարանում Սուրբ Հոգու կերպարի մասին որոշակի նմանությունների կամ համեմատությունների լեզու է խոսում Աստված։ Ասենք աղավնակերպ իջնելը կամ հրեղեն լեզուներով իջնելը։ Կարծես թե այստեղ Սուրբ Հոգու կերպարի մասին այլ ձևերով է խոսում Աստված մարդկանց հետ եւ ցույց է տալիս Սուրբ Հոգու ներգործություն լինելը, որ Սուրբ Հոգու ներգործությամբ է, որ մարդիկ պետք է ճանաչեն Աստծուն։ Փաստորեն այստեղ ճիշտ է հայր եւ որդի Աստծո կերպարների տարբերությունը այլ է, որովհետև 5 կտակարանում եւ նոր կտակարանում հայր եւ որդին որոշակի ձևով են գործում, բայց այստեղ Սուրբ Հոգին կարծես թե հոր եւ որդու միացնող այդ հանգամանքը կա եւ հայրերը հենց այդ նշել են, որ ասելով հայրը սիրողն է, սիրեցյալը որդին է, իսկ սիրողի եւ սիրեցյալի միացնողը Սուրբ Հոգին։ Եվ տեսնում ենք, որ մկրտության շնորհիվ Սուրբ Հոգին իջնելով հավատացյալի վրա կապում է Աստծուն, կապում է հորը եւ որդուն։ Դրանով է պայմանավորված, որ շատ դեպքերում եկեղեցական մանրանկարչության, եկեղեցական արվեստի մեջ Սուրբ Հոգին այլ ձևով է հիմնականում ասենք աղավնակերպ է ներկայացվում։ Դա զուտ արտաքին կերպարային առումով, սակայն Աստվածաշնչում կարող ենք հանդիպել նաև այսպիսի բաներ, որ Սուրբ Հոգին ասաց նրան, այսինքն ինչպես կարող է ասել մեկը, որը անձ չէ, պետք է նաև անձ լինես ինքդ ինչ որ բան մեկին ասելու համար։
եւ կամ ինչ որ մի գործողություն կատարելու համար Սուրբ Հոգին այսպես արեց, Սուրբ Հոգին այնպես կամ առաջնորդեց Սուրբ Հոգին, կամ Սուրբ Հոգուց հայտնված էր, ասենք Սիմեոն ծերունուն, որ նա մահ չի տեսնելու մինչև որ չտեսնի Տիրոջ օծյալին, հայտնել էր այո, կամ Սուրբ Հոգու դեմ հայոյանքը չի ներվի երբեք, կամ ասենք որ որդու դեմ հայոյանքը կներվի, բայց Սուրբ Հոգու դեմ հայոյանքը չի ներվի, կամ հիշենք Գործ Առաքելություն, երբ որ ստել էին եւ Սուրբ Հոգու դեմ էր այդ հանցանքը, ասելով դու ինչպես կարող ես Սուրբ Հոգուն ստել, եւ պատիժը որոշակ էր բնականաբար։ Տեսնում ենք, որ փաստորեն Պենտեկոստեից հետո Սուրբ Հոգու առաջնորդությամբ առաքյալները եւ առաքյալների աշակերտները, հետագայում հայրապետները ամբողջացրին ընդհանրապես Սուրբ Երրորդության աստվածաբանությունը եւ պաշտոնական բնույթ կրեց հիմնականում մեր եկեղեցում օրինակի համար 5-րդ դարում եւ հետագա դարում էլ որոշակի զարգացումներ ապրեցին եւ Սուրբ Հոգու աստվածաբանությունը որոշակի տեղ է գրավում եկեղեցաբանության մեջ։ Դրանով է պայմանավորված, որ Սուրբ Հոգին փաստորեն որպես Սուրբ Երրորդության երրորդ անձ ամբողջացնում է ողջ աստվածաբանությունը եւ հավատացյալին ամբողջական պատկերացում է տալիս Աստծո էության, որը նպաստում է իր հոգեվոր փրկության համար, որովհետեւ այնքան մենք պետք է իմանանք, որքան որ մեր հոգու փրկությանը նպաստում է։ Եվ Սուրբ Հոգին այդ գործառույթներն ունի, նախ շնորհաբաշխում է տվյալ հավատացյալին, որպեսզի այդ շնորհներով, այդ առաքինություններով կարողանա ապրել այս աշխարհում եւ նաեւ իմաստ տեսնել իր կյանքում, եւ բնականաբար այդ առաքինություններով տվյալ հավատացյալը կարողանում է նաեւ փաստել Աստծո ներկայությունը իր մեջ, որտեղ դա շատ կարեւոր է։ Ոմանք կարող են հարց բարձրացնել, թե մենք ինչպես կարող ենք զգալ, թե մենք Սուրբ Հոգի ունենք, թե ոչ։ Ոմանք օրինակի համար ներկայիս հոգեգար հստականները կարծում են, որ եթե լեզվախոսություն մենք չունենանք, ապա Սուրբ Հոգի չունենք, բայց այդպես չէ։ Լեզվախոսությունը ընդհանրապես մի շնորհ էր առաջին դարում, գուցե եւ հետագա դարում էլ որոշակի իմաստ ուներ այդ լեզվախոսությունը, սակայն լեզվախոսությունից ավելի բարձր առաքինություններ կան, որոնք որ նպաստում են ավետարանի քարոզչությանը։ Եվ այս երևույթը նոր չէ, դեռևս երկրորդ դարում Մոնտանոսի եւ նրա հետևորդների կողմից արդեն այդ ձգտումը նկատվում էր Սուրբ Հոգու պարգևները բորբոքելու եկեղեցում, արտարծելու եկեղեցում, բայց հաճախ ոչ աստվածային կամքի համեմատ, այլ ինքնակամ, ինչպես Բաբելոնյան աշտարակի շինելը, մարդիկ կարծես վատ բան չէին ուզում էին Աստծուն հասնել աշտարակ շինում, բայց ճանապարհը այդ չէ, վարից դեպի վեր չէ, այլ վերից դեպի վար է, հակառակն է։ Աստորեն Աստծուն հասնելու այդ ձևը Աստված տվեց մարդուն։ Այո, Քրիստոսով, այո, Սուրբ Հոգով, այո։ Եվ աստորեն այդպիսի դրսևորումներ լինում էին, եւ այդ մասին թերևս արժե փոքր-ինչ ավելի հանգամանալից կերպով ներկայացնել Հայր Սուրբ, քանի որ դա բավական արդիական խնդիր է մեր օրերի համար, ինչպես գուցե արդիական են եղել պարբերաբար պատմության որոշակի դրվագներում։ Իսկապես այդպիսի երևույթ կա Սուրբ Հոգու շնորհների, ընդ որում զարմանալի, հրաշալի այսպիսի շնորհների արտահայտություն կա եւ նկատվել է մարդկանց մեջ, մասնավորաբար Սուրբ Իրենիոս Լուկդոնացին, երկրորդ դարի հեղինակ, հայտնի մեծագույն աստվածաբաններից եկեղեցու, այսպես է ասում ընդդեմ աղանդների իր աշխատության մեջ, իր ժամանակի, իր շրջապատի, իր ծանոթության այդ շրջանակի մասին խոսելով, այսպես է ասում. ոմանք հստակորեն եւ ճշմարտապես դևեր են հեռացնում, եւ նրանք, ովքեր այդպիսով մաքրվում են չար ոգիներից, հաճախ դառնում են Քրիստոսին եւ միանում եկեղեցուն։ Ուրիշներն ունեն կանխասացության պարգև, մարգարեական խոսք են խոսում, այլք տեսիլքներ են տեսնում եւ ձեռքերը դնում հիվանդների վրա եւ նրանք բժշկություն են ստանում։ Մենք լսում ենք շատ եղբայրների եկեղեցում, ովքեր մարգարեական պարգևներ են ձեռք բերել, հոգու միջոցով խոսում են տարբեր լեզուներով, ընդհանուր շինության համար լուսաբանում մարդկանցից ծածուկ հարցեր, հռչակում են Աստծո խորհուրդները։ Այսպիսի օրինակ կետ առ կետ նշում հոգու պարգևների, հոգու շնորհների, որ իր շրջապատում դրսևորված տեսնում էր մեծագույն աստվածաբանը եւ նրա սուր հայացքից իհարկե սա չէր վրիպում եւ նա այս մասին նշում է եւ մեզ եւս ներկայացնում։ Փաստորեն կա այսպիսի բան իրականում, ոչ միայն աղանդների կողմից ներկայացվող այսպիսի դրսևորումներ հաճախ աղճատված կերպով, այլև իրականում իսկապես Աստծուց տրված եւ մարդկանց մեջ դրսևորված այսպիսի շնորհներ եւս կան եւ սա կարծեմ թե Սուրբ Հոգու աստվածաբանության որպես շնորհաբաշխի դարձյալ մի կարևորագույն շտրիխ է։ Իրենիոսի ցույց առաքելական քարոզչության այդ գործում գիտենք, որ առաքյալների
գործերն է քննում եւ ցույց է տալիս, թե ինչպես Սուրբ Հոգին հրաշագործում է եւ առաքյալների կյանքը եւ նաեւ հրաշագործում է այն երկրները, որտեղ որ առաքյալները քարոզեցին։ Եվ տեսնում ենք, որ հենց Ղուկաս ավետարանչի գրած Գործք առաքելոցում, երբ որ Պենտեկոստեի այդ պահն է ներկայացնում, կարծես թե Սուրբ Հոգին Պետրոսի բերանով ցույց է տալիս, թե ինչ պետք է լինի այսուհետև, ասելով, որ եւ պիտի լինի սրանից հետո վերջին օրերին, ասում է Աստված, որ իմ հոգուց պիտի թափեմ ամեն մարդու վրա, եւ ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան, ձեր երիտասարդները տեսիլներ եւ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, եւ իմ ծառաների ու իմ աղախիների վրա այն օրերին իմ հոգուց պիտի թափեմ, եւ նրանք պիտի մարգարեանան, եւ վերը երկնքում զարմանալի գործեր պիտի ցույց տամ, իսկ ներքևում երկրի վրա նշաններ, արյուն եւ հուր եւ ծխի մրրիկ, արեգակախավար պիտի դառնա եւ լուսինե կարմիր ինչպես արյուն, քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը, եւ պիտի լինի այնպես, որ ամեն ոք, որ Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի։ Կարծես թե եկեղեցու հիմնադրումով եւ Սուրբ Հոգու էջքով ազդարարում է աշխարհի վաղճանը։ Ամբողջ մի վաղճանաբանական այստեղ հարց է արծացվում։ Եվ Սուրբ Պետրոս առաքյալը իր այս ճառում, որ ընդարձակ մի մեջբերում էր կատարում 5 կտակարանից, եւ ահա այն դրսևորումը, որ ուներ Սուրբ Հոգու էջք այդ օրը, Սուրբ Հոգի Գալստյան օրը, հենց այդ օրվա ճառի մասին է խոսքը, որը դուք ընթերցեցիք։ Նա ավելացնում է, որ պաստորեն ահա այսօր կատարվեց այն ամենը, ինչ որ ասված էր։ Դուք ձեր աչքերով տեսնում եք այդ մարգարեական խոստման կատարումը այսօր։ Պաստորեն Պետրոսի շրջապատում դա արկա էր։ Հենց Պետրոսի մեջ էր դրսևորվում իր հոգևոր եղբայրների, առաքյալների մեջ էր դրսևորվում։ Եվ առհասարակ դա հետսետե տարածվում էր, եւ դա վկայություն էր հանդիսանում մարդկանց համար, որպեսզի հավատքի ճշմարտության մեջ համոզվեն մարդիկ եւ ընդունեին հավատքը։ Եվ դրանից հետո անգամ հետագա դարերում, ինչպես արդեն մեջբերեցինք Սուրբ Իրենիոսին, որ երկրորդ դարում եւս այսպիսի բաներ կային, Սուրբ Աստվածաբաններից Տերտուղիանոսը դարձյալ, որի մասին այսօր արդեն հիշեցինք, նա եւս ասում է իր տեսածի մասին, հիշատակում է որոշ մարգարեների, ովքեր չեն խոսում մարդկորեն, այլ Աստծո հոգով, մարգարեանում են ապագայի մասին եւ բացում մարդկանց սրտերը։ Այսպիսի հիշատակում է անում Տերտուղիանոսը եւ պատվիրում, որ երբ նրանք հոգու ապշտակությամբ սաղմոս երգում են, տեսիլք տեսնում եւ աղոթում, միաժամանակ նաեւ մեկնաբանեն, համաձայն դարձել Պողոս առաքյալի պատվերի։ Տեսնում ենք, որ նախկին դարերում, թե առաջին դարից օրինակ այս աստվածաշնչյան օրինակը Պետրոս առաքյալի եւ մյուս առաքյալների, թե երկրորդ դարից Իրենիոսի օրինակը, թե երրորդ դարից Տերտուղիանոսի օրինակը, տեսնում ենք, որ այս ամենի մեջ արկա է Սուրբ Հոգու շնորհների դրսևորման հստակ մի նկարագրություն, մի իրավիճակ։ Նաև հետագա դարերում, դարձյալ 3-4 դարերի վանական շարժման հիմնադիր Պախոմիոսի մոտ, Մակարիոս Անապատականի մոտ եւ մյուս այլ բազմաթիվ սուրբերի մոտ, արդեն 4-րդ դար, 5-րդ դար, տեսնում են, որ այսպիսի դրսևորումներ կան։ Իհարկե, ասում են, որ հետագա դարերում այս շնորհը կոնկրետ լեզվախոսության եւ առհասարակ շնորհաբաշխության այսպիսի տեսակները հետսետե նվազեցին։ Թեկուզ ոչ պարզապես լեզվախոսություն, այլ մարգարեության շնորհ եւ այլ շնորհեր նվազեցին հետագայում, միգուցե դա աստվածային հատուկ տեսչությամբ էր կատարվում, կամ միգուցե ոչ, միգուցե դա պարզապես մեր ենթադրությունն է, որ այդպես էր, բայց ամեն դեպքում այսպիսի տեսակետ եւս հնչել է եւ հենց մեր եթերում նույնպես հնչել է։ Բայց փաստն այն է, որ աստվածային շնորհները իրական բաներ են, որ ըստ անհրաժեշտության դրսևորվում են։ Եվ հետագա դարերի սուրբերի մեջ էլ մինչև 20-21-րդ դարեր, մինչև մեր օրերը անգամ, այդպիսի մարդիկ եղել են եւ կան աշխարհի վրա, որ նրանց կյանքում այդպիսի դրսևորումներ եղել են, զարմանահրաշ դրսևորումներ, երբ կարդում ես նրանց վարքը։ Եվ սա կարծեմ, թե Սուրբ Հոգու շնորհաբաշխության այդ բազմազան, ընդարձակ, ճոխ շնորհաբաշխության զանազան դրսևորում է։ Համամիտ եք արդյոք։ Անշուշտ, Աստված ասում է, դուք աստվածներ եք, նույնիսկ իր հետևորդներին, բնականաբար դրանց մեջ մարգարեներն են, առաքյալներն են, հավատացյալներն են, ասում է, դուք ստեղծագործելու, արարելու արդեն հնարավորություն ունեք։ Եվ երբ որ ասում է, որ նմանվեք ինձ, ինչպես ես Քրիստոսին, Պողոս առաքյալն է ասում, փաստորեն Սուրբ Հոգին տրվեց, որպեսզի մարդիկ նմանվեն Աստծուն, Աստծո պես գործեն, Աստծո հրաշագործությունները կատարեն եւ նաեւ այդ ձով նպաստեն Քրիստոսի ավետարանի քարոզչությանը, հոգեվոր փրկության տարածմանը,
Սրանով պայմանավորված է, որ եկեղեցին, որը մասնիկն է Աստծո ներկայությունն է ինձ երկրի վրա եւ Աստծո ծրագիրն է իրականացնում, այս ամենը իրականացնում է Սուրբ Հոգու շնորհներով։ Սուրբ Հոգու էջով կարծես թե ազդարարում էր, որ ավելիով է տրվելու շնորհները մարդկությանը եւ քրիստոնյաները փաստորեն լինելով ընտրյալ ազգի, Քրիստոսի ազգի ներկայացուցիչներ, այդ Սուրբ Հոգու առաջնորդությամբ է, որ աստվածային փրկության գործը իրականացնում են։ Եվ նաեւ վերջին օրերին էլ փաստորեն Սուրբ Հոգին ավելիով իր շնորհները պետք է բաշխի մարդկանց, որպեսզի դիմակայեն նաեւ ներին, դիմակայեն չարին, աշխարհի վախճանի շրջանում, այդ նախավախճանյան շրջանում։ Այո, եւ եկեղեցին փաստորեն լինելով մեկ հոտ, մեկ հովիվ, այսով դիմակայելու է չարին, եւ նաեւ բնականաբար Քրիստոսով իր Սուրբ Հոգու միջոցով հաղթանակ է տոնելու։ Եվ տեսնում ենք իսկապես օրինակ 20-րդ դարում ապրած բազմաթիվ սուրբեր, որոնք այդպիսի շնորհներով օժտված են եղել, ձեռքերը դնում էին հիվանդների վրա եւ բժշկում, դևեր էին հալածում, հոգեվոր իմաստությամբ խորհուրդ էին տալիս, աստվածային կարծես խորհուրդները փոխանցողներ լինեին։ Եվ ինչու կարծես հենց այդպես էր կար։ Աստվածային խորհուրդների փոխանցողներ էին, մարդկանց տալիս էին այնպիսի հոգեվոր խրատներ, որ շատ օգտակար է լինում նրանց հոգեվոր կյանքի, նրանց հոգեվոր աճի համար։ Տեսնում ենք այսպիսի մարդիկ կան եւ զարմանահրաշ են իսկապես նրանց կյանքում աստվածային Սուրբ Հոգու շնորհների դրսևորումները։ Եվ այս ամենը կարծեմ թե մաս է կազմում Սուրբ Հոգու աստվածաբանության Սուրբ Հոգու մասին ուսմունքի, որը շատ ընդարձակ մի ուսմունք է եւ շարունակ զարգացող ու շարունակ նորանոր դրսևորումներ, կենթանի ձևով դրսևորումներ ունեցող մի ուսմունք է, որի մասին մի քանի հակի շտրիխներով այսօրվա մեր զրույցի ընթացքում մենք խոսեցինք, բայց որը իրականում շատ ավելի ընդարձակ է եւ որին ամբողջապես ոչ մենք, ոչ էլ կարծեմ ուրիշ մեկը չեն տիրապետում, այլ յուրաքանչյուրս որոշակի փոքրիկ մեր դիապազոնով որոշակի ընդամենը գաղափար ունենք եւ փորձում ենք այսպիսի խորհրդածություններով մարդկանց եւս մղելու, տալու այսպիսի բարի մղում, խորհրդածելու այս մասին եւ համապատասխան հետևություններ, եզրակացություններ եւ գործնական քայլեր անելու նաեւ սեփական կյանքում։ Իսկ մեր ունկնդիրներին հիշեցնեմ, որ այսօրվա մեր զրույցի թեման է Սուրբ Հոգու աստվածաբանությունը, իսկ մինչ այս պահ ստացված ձեր հարցերը, սիրելի ունկնդիրներ, ուղղում եմ հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանին։ Ինչպես կարելի է վստահորեն իմանալ Սուրբ Հոգին գործում է մեր մեջ, թե ոչ։ Նախ առաջին հերթին պետք է տվել անհատը քրիստոնյա լինի, մկրտված եկեղեցում։ Եվ եթե մկրտված է, կնքված է Սուրբ դրոշմով, ապա ինքը իր կամքի, իր ձգտման բնականաբար արդյունքում պետք է որոշակի գիտելիքներ հավաքի, հավատքի վերաբերյալ, քրիստոնեության վերաբերյալ եւ այն փորձի գործադրել կյանքում, բայց գործադրելու համար անհրաժեշտ է խնդրել Աստծո օգնությունը։ Այդ դեպքում է, որ նա ուղղակի իր կյանքը կտեսնի հրաշագործված, փոխված, եթե ինքը Աստծո օգնությունն է խնդրել, եւ այս դեպքում է, որ մենք իմանում ենք Աստված Սուրբ Հոգու միջոցով տվել անհատին առաջնորդում է։ Տվել անհատը կզգա ուղղակի հոգեվոր զգացողությամբ, կզգա Սուրբ Հոգու ներկայությունը իր կյանքում եւ իր մեջ։ Մյուս հարցը. Աբբա Դորոթեոսի գրքում կարդացել եմ, ասում է ունկնդիրը, որ սխալ է եկեղեցական օրը սկսել ժամը 17:00-ից, ինչպես ընդունված է մեր եկեղեցում։ Նա փաստեր է բերում, նշելով, որ անգամ Գրիգոր Տաթևացին է ասել, որ ճիշտ է օրը սկսել առավոտից, ինչպես որ ընդունված է ամբողջ մարդկության համար։ Ինչ կարծիք ունեք դուք։ Նախ դժվար թե Աբբա Դորոթեոսը մեջբերում աներ Սուրբ Գրիգոր Տաթևացուց, գուցե ինչ-որ բան այնպես չի ընկալված կամ ներկայացված, եւ ոչ էլ մեր եկեղեցում եկեղեցական օրը ժամը 17-ից է սկսվում, այլ երեկոյան ժամերգության ընթացքում եւ նրանից հետո նախապատրաստական մի շրջան է, որ ազդարարվում է որպես հաջորդ օրվա սկիզբ, բայց պատրաստվեն հաջորդ օրվա խորհրդին եւ պատահական չէ, որ նախատոնակները կարծես թե դրան են միտված, որ ազդարարում են հաջորդ օրվա խորհուրդը, եւ այս ձևով է, որ ոմանք այո իրավացիորեն համարում են, որ եկեղեցական օրը սկսվել է ժամը 5-ից, որտեվ փաստորեն երբ որ ազդարարում է հաջորդ օրվա խորհուրդը, մարդուն տրամադրում են հաջորդ օրվա խորհրդածում այդ մասին։ Օրինակ, երբ զատիկ պետք է լինի Սուրբ Հարության տոնը, մարդը արդեն նախորդ օրվանից խորհրդածում է այդ մեծ իրողության մասին, կարծես ներքուստ նախապատրաստվելով, որ հաջորդ օրը
նշի տոնի այդ տոնը։ Եվ որպես խորհուրդ այո սկսված է իր համար այդ օրը, եթե խորհրդածում է, ուրեմն սկսված է, սակայն բուն սկիզբը այդ երեկոյից չէ, կարծեմ թե այլ հենց այդ օրն է, օրինակ Զատիկը շաբաթ օրը չէ, ոչ շաբաթ երեկոն, այլ Կիրակի եկեղեցում, այսինքն սկիզբը Կիրակին է, եւ առավոտից չի սկսվում օրը, եւ Տաթևացին էլ այդպիսի բան չի ասել, ընդհակառակը ես Գրիգոր Տաթևացու գրվածների մեջ կարդացել եմ, որ գիշերից է սկսում եւ հետ քրիստոնեական ժամանակաշրջանում գիշերից դեպի առավոտ այդպիսին է։ Եվ գիշերային ժամերգություն, այո, հենց դրան է։ Առաջին ժամերգություն եկեղեցու գիշերային ժամերգություն է կոչվում, գիշերվանից է սկսում օրվա փոփոխություն։ Եվ կարծեմ թե այն ընդունված դրվածքը, որ կեսգիշերին ժամը 12-ին ամսաթվային փոփոխություն է կատարում, շատ տրամաբանական եւ ճիշտ փոփոխություն է եւ ամենևին օտար չէ հոգեվոր սկզբունքներին։ Այնպես որ այստեղ մի փոքր ավելի տեսակետների հղկման կարծեմ թե կարծիք կա եւ մեր կոնդիրն էլ հղկելով այդ տեսակետը կարող է հանգել նման եզրակացությունների ըստ իս ճշմարիտ եզրակացությունների։ Այդքան մարդ աշխարհում ամբողջ մարդկությունը, որ երբ գիշերը ժամը 12-ին ուրեմն օրը փոխում է եւ անցնում հաջորդ օրը, դժվար թե միլիարդավոր մարդիկ բոլորը սխալ կարծիք ունենային։ Ուրեմն ինչ որ մի ճիշտ բան կա, չէ՞ դրա մեջ, որ մարդիկ այդպես են վարվում։ Եվ գուցե մեզանից շատ ավելի խելացի մարդիկ են այդպես անողներ եւ այդ կարգը սահմանողները եւ ուսումնասիրողներ եւ գիտնականներ եւ այլն։ Հաջորդ հարցը. կա մի եկեղեցի, որ կոչվում է Աստծո տուն, որտեղ մարդկանցով լեփ-լեցուն դահլիճում հրաշքներ են գործվում, ասում է ունկնդիր։ Օրինակ, բժշկում են այն հիվանդությունները, որոնք բժիշկները համարում են անբուժելի։ Տալով Սուրբ Հոգու անունը խնդրում են նրանից բժշկել հիվանդին եւ նա անմիջապես բժշկվում է։ Ինչպիսին է ձեր մոտեցումը այս տեսակ երևույթների հանդեպ։ Տեսնում ենք հենց Գործ Առաքելոցում առաջին համարներում, էջերում, որ Պենտեկոստից անմիջապես հետո Պետրոս Առաքյալը կատարում է իծնե կաղի բժշկումը եւ ավետարաններում օրինակ առաքյալներից ոչ ոք հրաշքներ չգործեց, բայց Սուրբ Հոգու ընդունումից անմիջապես հետո առաքյալները սկսեցին արդեն հրաշքներ գործել։ Եվ հետաքրքիր է, որ հենց այդ ժամանակ էլ քրիստոնեական առաջին համայնքներն են ձևավորում։ Փաստորեն Սուրբ Հոգին առաջնորդեց առաքյալներին, որպեսզի նրանք քարոզություն ծավալեն եւ առաջին այդ քրիստոնյաները կազմեն համայնքներ։ Եվ այդ համայնքներում կարևորում էր այն տները, առաջին դարում բնականաբար, որտեղ որ հավաքում էին աղոթելու համար եւ այդտեղ էին կատարում նաեւ հրաշքներ, հիվանդների բժշկումներ։ Եվ երբ որ առաքյալները արդեն գնացին ամբողջ աշխարհում են քարոզելու Քրիստոսի ավետարանը, հետագա դարերում կարծես թե այդ բնակարաններից առանձնացվեց այդ շենքերը եւ այդ շենքերը որոշակի ճարտարապետական տեսք ունեցան, նրանք արդեն համարվեցին տաճարներ, որտեղ որ պետք է բերեին հիվանդներին կամ ասեն կատարվեր այդտեղ մկրտություններ, բժշկություններ եւ հատկապես պատարակներ, սուրբ հաղորդություն պետք է տրվեր եւ այդ ձով դարերի ընթացքում եկեղեցին որպես տաճար առանձնացվեց բնակավայրերից։ Եվ հասկանում ենք, որ շատ աղանդավորներ կան, անտեսելով սրբագործված Սուրբ Հոգու այդ շնորհներով փորձված այդ ավանդությամբ շարունակող այդ համայնքը, այդ եկեղեցին, անտեսելով այդ ամենը, փորձում են զարտուղի ճանապարհներով ինչ որ, չգիտես, քրիստոնեություն քարոզել, որ շատ դեպքերում ուղղակի մարդկանց կարելի ասել հոգեկան հիվանդ է դարձնում, որտեղ այդ փորձառությունից չօգտվել նշանակում է ընկնել մի այնպիսի վիճակի մեջ, որ չես հասկանում, թե Սուրբ Հոգու ներգործություն կա, թե ոչ։ Անշուշտ, Սատանան կարող է նաև այլ տեղերում փորձել բժշկության միջոցով իր ջանքը գցել այդ մարդկանց, բայց եկեղեցին է, որտեղ որ Սուրբ Հոգու էջք է տեղ ունենում ամեն դեպքում մկրտության ժամանակ, Սուրբ Հոգու այդ առաքինությունն է տրվում եւ շնորհներն է տրվում եւ եկեղեցին է, որ սրբագործված է դարերի ընթացքում եւ այդ հազարամյակների ընթացքում դարձել է նաեւ Աստծո տուն։ Ես հիշում եմ մեր ուսուցիչներից մեկը Ջեմարանի Տեր Եղիշեն պատմում էր, որ ինքը դեռ երիտասարդ ժամանակ նոր ձեռնադրված քահանա է եղել եւ Էջմիածնում իր մոտ են բերել, նա այնտեղ ծառայելիս է եղել, իր մոտ են բերել մի երեխայի, որը ոտքերը կարծես ոլորված լինեին իրար, այսպեսի պարալիզացված վիճակում էր, քայլելու անընդունակ։ Եվ ինքը նոր ձեռնադրված քահանա բերել է իր մոտ աղոթք է արել, հենց իջման սեղանի մոտ, մայր տաճարում, այդ խորանի առջև։
Եվ ինքը ասում է, որ ի զարմանալին ես էլ չգիտեի, ես էլ այդպիսի բան չէի տեսել ընդհանրապես, ասում է այդ երեխան բժշկվեց եւ քայլելով գնաց այդտեղից իմ աչքի առաջ։ Հիմա այսպիսի տներ էլ կան աշխարհում, եւ այդպիսի մի տունը Սուրբ Էջմիածինն է։ Եվ ոչ միայն դա։ Այնպես որ եթե օրինակներ բերել ունենք, կարող ենք այս օրինակն էլ բերել։ Եվ սրանման բազմաթիվ այլ օրինակներ։ Մյուս հարցը. աշխարհիկ մարդիկ նույնպես կարող են լցված լինել Սուրբ Հոգով, թե դա միայն հոգևորականներին տրված շնորհ է, հարցնում է ունկնդիրը։ Նախ եկեղեցի ասելով չպետք է հասկանանք միայն հոգևորականությանը, հոգևորականներին, ասենք դպրից մինչև կաթողիկոս հայրապետ, եկեղեցի ասելով պետք է հասկանանք նաև հոգևորականներին եւ աշխարհականներին, աշխարհական դասը, որոնք որ նույնպես հոգևոր են, որովհետև ունեն Սուրբ Հոգու ներգործությունը, Սուրբ Հոգու առաջնորդությունը, եթե եկեղեցու օրենքներով են առաջնորդվում եւ եկեղեցու կողքին են, եկեղեցու մաս են, բնականաբար աշխարհականները նույնպես Սուրբ Հոգու առաջնորդությունը, որտեղ մկրտված են եւ ունեն որդեգրության դրոշմը իրենց վրա։ Եվ եթե ունեն որդեգրության դրոշմը, ապա Սուրբ Հոգին իրենց մեջ է եւ հրաշագործում է իրենց կյանքը։ Եթե Սուրբ Հոգին չունենան, ապա հավատացյալը ուղղակի Աստված ճանաչողության ճանապարհից կզրկվեր։ Շնորհակալություն, Հայր Սուրբ, թույլ տվեք սրանով եզրափակել մեր այսօրվա զրույցը Սուրբ Հոգու աստվածաբանությունը թեմայով։ Շնորհակալություն այո ունկնդիրների հարցերին պատասխանելու համար։ Սիրելի ունկնդիրներ, իմ զրուցակիցն էր հոգեշնորհ Տեր Եղիշե վարդապետ Ավետիսյանը։ Մեր այս զրույցի ձայնագրությունը կհեռարձակվի Վեմ ռադիոկայանի ինտերնետային կայքում vem.am հասցեում։ Հոգևոր զրույցներ հաղորդաշարի բաժնում։ Աստված օգնական Հայր Սուրբ եւ Քրիստոս հարյավի մեռելոց։ Աստված պահապան, օրհնյալ է հարություն Քրիստոսի։ Հոգևոր զրույցներ հաղորդաշարի հերթական հաղորդումը վարեց Արաս Սարգսակ Նալչաջյանը։